Ամերիկայի Միացյալ Նահանգների հատկապես Տրամպի ադմինիստրացիայի ներքո դարձել է շատ տրանսակցիոն այդ միջազգային, որ ասում են լիբերալ օրենքների վրա հիմնված համակարգը, որը կա գոյություն ունի, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգները սկսել է դրան զուգահեռ աշխատել։ Հետաքրքիրն այն է, որ այդ համակարգում, որ Ամերիկայի հեգեմոնիայի շուրջ էր կառուցված, թե Ռուսաստանը եւ Թուրքիան ավելի ձեռնտու էր իրենց այդ համակարգում աշխատել, հատկապես Ռուսաստանը, բայց քանի որ արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգները չի հենվում այդ կառույցների վրա, ՆԱՏՕ-ն չի կարևորում, դա արտացոլվում է Թուրքիայի քաշի վրա, միջազգային հարաբերություններում քաշի վրա, Եվրոպայի հետ հարաբերությունները տրանսֆորմացիայի մեջ են, էլի դա արտացոլվում է Թուրքիա-Եվրոպա հարաբերությունների վրա, այսինքն Թուրքիայի բանակցային դիրքերը միջազգային համակարգում թուլացած են, ոչ թե ուժեղացած են։ Եվ այդ կոնտեքստով, եթե նայում եք, Հարավային Կովկասում Ռուսաստանը այնքան թուլացած է, մեզ կթվար, որ Թուրքիան սա կդիտի որպես հնարավորություն ռեգիոնալ քաղաքականություն զարգացնել, իր ազդեցությունը խորացնել, բայց քանի դեռ Հայաստանի հետ սահմանը փակ է, դա ցույց է տալիս Թուրքիայի թուլությունը, ներսի թուլությունը, այսինքն որ չի կարողանում Թուրքիան իր ստրատեգիկ շահերը առաջ տանել Հայաստանում։ Իսկ որոնք են այդ շահերը, այս վերջերս Carnegie Endowment-ի think tank-ի էջերում Թուրքիայի 3 խոշոր տնտեսական մտակենտրոններից 3 տնտեսագետ շատ մանրակրկիտ հոդված տպեցին դոկտոր Սակի կողմից եւ երեքին էլ ես հարցազրույց հանդիպել եմ, երբ որ մի տարի առաջ Թուրքիայում էի, իմ հետազոտություններում արդյունքները համահունչ են իրենց, բայց այդ հոդվածում իրենք 3 տնտեսագետները հստակ գրում են, թե ինչ կշահի Հարավային Կովկասը Թուրքիայի հետ հարաբերություններով սահմանը բացելու հետ, հիմնականում կշահեն 3 տնտեսությունների, 3 երկրների տնտեսություններն էլ պարզունակ են, այսինքն բարդացված չեն, կապված թույլ են ինտեգրված եվրոպական այդ շղթաների, արտադրական շղթաների մեջ, մոդեռնիզացված չեն, եւ Թուրքիան կարող է դառնալ այդ գոտին արևմուտքը Եվրոպայի հետ կապել եւ կոմերցիոն կապերը խորացնել 3 տնտեսությունների համար։ Բայց հետաքրքիր է նաեւ այն, որ նաեւ նշում են, թե անշուշտ Թուրքիան ինչքան շահեց արևմուտքի հետ, Եվրոհամայնքի հետ տարբեր առևտրի համաձայնակներ կնքելու, եւ թե ինչքան է Հարավային Կովկասի հետ մնացել, բայց այն, որ ինչ որ իրենք նկարագրում են, որ Թուրքիան չի անում, դա շատ ցույց է, որ թե Թուրքիան ինչպես չի կարողանում այս ռացիոնալ Թուրքիայի պետության շահերից եկող քայլերը քաղաքականությունը վարել Հարավային Կովկասում եւ Թուրքիա-Հայաստան սահմանի բացելը առաջնային է այդտեղ։ Իսկ թե ինչու Թուրքիան դա չի անում, Թուրքիայի պետականության ներսի թուլությունը հանգում է նրանում, որ անհատականացված է դարձել Թուրքիայի ավտորիտարիզմը, ոչ միայն դեմոկրատական կառույցներն են թույլատրել, այլ նաև արտաքին հարաբերությունները, եթե նախկինում պրոֆեսիոնալ դիպլոմատներ էին վարում, հիմա անհատականացված է եւ տրանսակցիոն է դարձել եւ դա է պատճառը, որ տարբեր հոդվածներում ես գրել եմ, Ադրբեջանի նման փոքր թուլացող պետություն կարողանում է Էրդողանի վրա ճնշել եւ թելադրել Թուրքիայի քաղաքականությունը Հարավային Կովկասում։ Տվյալ դեպքում Հայաստանի հետ սահմանները բացելու եւ հարաբերությունները դա երևում են, ասենք նույն Թուրքիան փորձում է կառուցել իր կամ իր դիրքը ամրապնդել եւ Միացյալ Նահանգների հետ իր հարաբերություններում եւ Եվրամիության հետ հարաբերություններում փաստորեն եւ Ռուսաստանի տրանսակցիոն մի բան ավելացնեմ, կներեք հատում եմ Ռայնջան այդ բոլորը անում է, ձեզ թվում է, որ շատ լավ է բանակցում, այսինչ խելացի դիվանագետությունը Թուրքիայի ուզածը հատկապես Ամերիկայի հետ հարաբերություն տրանսակցիոն բնույթ է կրում, այսինքն տարոպայմանն սրա մասին շատ է գրել, որ Էրդողան ուզում է, որ ճանաչվի, կփորձի մի բան կորզել այստեղ այնտեղ, բայց երբ որ համեմատում եք Թուրքիան որպես միջին կարգի middle power, դրանք շատ յուրահատուկ տիպի պետություններ են, Կանադան, Ավստրալիան, Ինդոնեզիան, որպես միջին կարգի խաղացող համաշխարհային պետություններում բոլորովին, այսինքն չի համեմատվում, թե օրինակ այդ տիպի խաղացողները իրենց շրջանում ինչ են անում, ինչ ինստիտուցիոնալ կապեր են հաստատում, ինչ համակարգ են կառուցում իրենց
ռեգիոնները խաղաղ պահելու համար։ Թուրքիան համակարգ չի կառուցում, քանի որ Անկարան շարունակում է տրանսակցիոն արտաքին քաղաքականություն պահել եւ ուղղակի բանակցել այս կամ այն Ամերիկայի հետ բանակցել, թե Ռուսաստանի հետ ինչ կանի, Ռուսաստանի հետ բանակցել, թե Ամերիկայի դեմ ինչ կանի, բայց արդյունքում շատ խորը իր շահերը շատ խորը ձևով այս փոխվող, շատ արագ փոխվող միջազգային համակարգում Թուրքիան չի կարողանում հիմնարար ձևով առաջ տանել, հատկապես եթե համեմատում եք օրինակ Կանադայի կամ մյուս միջին կարգի խաղացողների հետ։ Նախ ասեմ, որ ամբողջովին հասկանում եմ, այո, թե Թուրքիան էմոցիոնալ առումից դժվար է Հայաստանի հասարակության մեջ ընդունել դա, կասեի, որ ես ինքս շատ անհատական ձևով պատասխանեմ, երեխաներ եմ մեծացնում, ում տատիկն ու պապիկը շատ ուղղակիորեն ազդված են գենոցիդից, այսինքն այդ տրավման անշուշտ տեղափոխվում է սերունդների միջոցով եւ դա մի բան է, որի հետ պետք է Հայաստանի հասարակությունը, ժողովուրդը եւ նաեւ քաղաքական հասարակությունը սկսի հաշվել այն առումով, ոչ թե հաշվել, այլ հասկանա ինչպես դա այդ պատմությունը պահել, խորը հասկանալ, բայց դրան զուգահեռ կառուցել ստրատեգիկ հարաբերություններ այս Թուրքիայի հետ, որպես ռեգիոնալ խաղացող։ Այսինքն Հայաստանը որպես պետություն եւ հայ հասարակությունը, չեմ ուզում լեկցիա կարդալ հայերին, անշուշտ սա շատ անհատական է, բայց դիվանագիտությունը գոնե ասենք պիտի կարողանա երկու ռեսերի վրա աշխատել։ Մեկը միջազգային հարաբերությունների, միջազգային իրավունքի ռեսերն են, միջազգային իրավունքի նորմերի խորացման ռեսերն են, մյուսը ստրատեգիան, միջազգային Հայաստանը ինչպես է հասկանում իր անվտանգության շահերը, այսինքն դիվանագիտությունը պիտի կարողանա այդ երկու ռեսերի վրա աշխատել։ Ինչ վերաբերում է Թուրքիան գործիքի այս կամ այն պետությանը, Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունը, քանի որ տրանսակցիոն է, դա Էրդողան-Պուտին հարաբերություններ են, եւ այստեղ անշուշտ ես ամբողջովին տեսնում եմ հնարավորություն, որ գործարք կազմեն եւ Հայաստանի շահերը ոչ օգուտ Հայաստանի շահերին, բայց դա քանի որ դա ցույց կտա, որ թե քանի որ Ռուսաստանը այսքան թուլացած է եւ այդքան թուլացած լինելով եւ Ռուսաստանի այդ trajectory-ն, այդ ուղղությունը չի փոխվելու, քանի դեռ Պուտինը կա, Պուտինից հետո էլ դեռով էլ եկավ, եթե կարողացավ պատերազմը Ուկրաինայում կանգնեցնել, դա միայն դա հաջողություն կլինի, այսինքն Թուրքիան փաստորեն քանի որ տրանսակցիոն է, ավելի վտանգավոր է Թուրքիայի համար, որ կօգտագործվի Ռուսաստանի կողմից։ Արդեն օգտագործվում է Ղարաբաղի պատերազմի ժամանակ օգտագործվեց Ռուսաստանը միջուկային ատոմակայան է կառուցում, էլ է դանդաղում ու եթե հաջողություն վերջացրեց, դա ամբողջովին Ռուսաստանը կկառավարի Թուրքիայի էներգետիկ դաշտը, բայց ինչ վերաբերում է Եվրոհամայնքին, Թուրքիան Եվրոհամայնքի գործիք է կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների գործիք է, այդ դրան համաձայն չեմ, քանի որ սրանք հսկա կառույցներ են, բարդ տնտեսություններ են եւ այդ տեսակետը եթե առաջ եք տանում, թերագնահատում եք, թե ինչքան բարդացած են եւ թուլացած են Թուրքիա-Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները։ Քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը փոխված է, այսինքն որպես միաբևեռ խաղացող Ամերիկայի Միացյալ Նահանգները արդեն չի հենվում Եվրոհամայնքի վրա, չի հենվում ՆԱՏՕ-ի վրա, դա թուլացնում է Թուրքիայի դիրքերը։ Եվ բացի դրանից, երբ որ ասում եք Թուրքիան գործիք է, ես ուրի հակառակ ձևով եմ դա հասկանում, ընդհակառակը Թուրքիան ոչ թե գործիք է արևմուտքի համար, Թուրքիան ի տարբերություն Ռուսաստանի ավելի խրված է, մխրճված է եվրոատլանտյան կառույցների տնտեսության մեջ, դա նշանակում է, որ ավելի vulnerable, այսինքն Թուրքիայի վրա ճնշման գործիքներ կան եւ Ռուսաստանի վրա արդեն գիտենք սանկցիաներ եւ այլն, Ռուսաստանը արդեն դուրս է մնում։ Այս առումով Թուրքիան ավելի ճնշման ենթակա է Եվրոհամայնքի եւ Եվրոհամայնքի Ամերիկայի Միացյալ Նահանգների եվրոպական կառույցների կողմից, եթե քան թե Թուրքիան գործիք է,
նրանք Թուրքիայի կարիքը չունեն առաջ տանելու իրենց շահերը։ Եթե նայեք Եվրոհամայնքը ինչքան է խորացրել իր հարաբերությունները կենտրոնական Ասիայի երկրների հետ, Վաշինգտոնը այստեղից կենտրոնական Ասիայի երկրներին հրավիրեց Սպիտակ տուն առանց Թուրքիայի։ Թուրքիան այնտեղ ներկա չէր, չնայած որ կենտրոնական Ասիան համարվում է Թուրքիայի համար կարևոր ռեգիոն, այդ պանթուրքիզմի եւ այլն։ Այսինքն թե Եվրոհամայնքը եւ թե Ամերիկայի Միացյալ Նահանգները կարողանում են խորացնել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի եւ կենտրոնական Ասիա մինչեւ Թուրքիային շրջանցելով։ Եվ այստեղ եթե Թուրքիայում ներսում պետական կառույցներ այսքան թուլացած չլինեին, Թուրքիան ավելի զուգընթաց այս տենդենսներին, այս process-ներին զուգընթաց կաշխատեր, քան թե հիմա Ադրբեջանի պոչն է բռնել, քանի որ տրանսակցիոն շատ անհատական հարաբերություններ են։ Եվ մի մոռացեք, որ Թուրքիան նաև ներսից թուլացած է, քանի որ անընդհատ արդեն տարուց ավելի է ցույցեր են։ Թուրքիան ցույցերի մեջ է, Վրաստանը ցույցերի մեջ է, Իրանը ցույցերի մեջ է, սրանք ինչ են ցույց տալիս։ Ցույց են տալիս, որ գերտերությունների այս փոխվող աշխարհամակարգի մեջ ամուր պետական կառույցներ ունենալը անհրաժեշտ է փոքր եւ միջին չափի պետություններին նավարկելու համար, այս գլոբալ փոփոխվող աշխարհամակարգում նավարկելու համար։ Եվ այս առումով Թուրքիան ներսից է թուլացած եւ դրսից է տրանսակցիոն է վարում իր քաղաքականությունը եւ այն, որ կարող է կապող դեր խաղալ Հարավային Կովկասի եւ Եվրոհամայնքի մեջ, այդ դերը չի խաղում։ Եվ Եվրոհամայնքը Թուրքիային շրջանցելով ուղիղ դուրս է եկել կենտրոնական Ասիայի վրա։ Այդ չեմ ասում Թուրքիա, Չինաստան լարվածություն չի ասի, մրցակցությունը կենտրոնական Ասիայում։ Այսինքն համոզիչ չեմ համարում, որ Թուրքիան գործիք է, ընդհակառակը Թուրքիայի արտաքին քաղաքական այս ստրատեգիկ ռիսկերի առաջ է կանգնած իրենց պատճառով, այսինքն Անկարայի կառավարության պատճառով։